Ես ուղիղ եմ պարզապես հասնում, ինչու ընտրությունների նախօրյակին, ընտրությունների օրը հիշեցինք, որ զորահավաք պետք է լինի, զորավարժությունները պետք է գնան եւ Ռուսաստանից եկող մեր հայերին բոլոր ժամանակներում ռազմական ոստիկանությունն է օդանավակայանում։ Մենք ոչ միայն ընտրությունից առաջի օրն ենք դա իմանում, մենք դրա մասին բարձրաձայնել ենք 26 թվականի հունվարի 1-ից սկսած առ այսօր, 25 թվականի հունվարի 1-ից սկսած մինչև դեկտեմբերի 31-ը եւ այսպես տարիներ նահանջելով, որ բոլորին գիտեն, կանգնեցնում են եւ ասում են դուք եկել եք Հայաստան, պետք է նաեւ գնաք զորավարժությունների, մասնակցեք այդ զորահավաքին, այնտեղ կան մարդիկ, այս պահին օրինակ Ռուսաստանի տիկնաթիռը որ իջնում է, մեր հայ քաղաքացիների դիմավորում է ռազմական ոստիկանությունը։ Օդանավակայանում նկատի ունի հիմա կա ռազմական ոստիկանության այնտեղ դիմավորում են իրենց։ Ռազմական ոստիկանության աշխատողը կարող է լինել այնտեղ, որտեղ ինքը պետք է իրականացնի օպերատիվ աշխատանք։ Ինքը ռազմական ոստիկանությունը այնպիսի կառույց է, որը իրականացնում է եւ զորքերի ուղեկցման, եւ պահպանության ծառայություն, եւ նաեւ օպերատիվ աշխատանք։ Դա իրենց օպերատիվ աշխատանքի բացառիկ մասն է։ Եկած քանի քաղաքացի ստացավ ի վերջո ծանոթություն, կարող եք Ես այդպիսի ինֆորմացիայի չեմ տիրապետում, ես պատասխանատու եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր բանակ զորակոչված ինչպես նորակոչիկի, այնպես էլ պահեստազորայինի պատշաճ ընդունման եւ նրանց ծառայության վայրում նշանակելու եւ ծառայություն իրականացնելու համար։ Առհասարակ դրսից ով գալիս է, կապ չունի Ռուսաստանից, թե այլ երկրներից, փորձում եք այդպես արագ եւ օպերատիվ ծանոթություն տալ վարժական հավաքի։ Հայաստանի Հանրապետության տարածք մտնող ցանկացած մարդ ինքը համակարգով քաղաքացի ինքը երևում է նամանավանդ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ներս եւ դուրս անելու բոլորն էլ իսկ ինչ գիտեք որ ծանոթություններ ստացել են հարցնում եմ չգիտեմ դրա համար եմ հարցնում ասում եմ ստանում է երբ որ արդեն իսկ հերթական վարժական հավաքները անցկացվեն եւ այդպիսի մարդիկ ընդգրկված լինեն վարժական հավաքների դուք դրա մասին գիտեք քանի հոգու եք տվել ծանոթություն Դրսից եկողներին ծանոթման թիվ չկա։ Ես ծանոթություն տվող չեմ, ծանոթումը տալիս է Հայաստանի Հանրապետության հանրապետական զինկոմիսարիատը եւ նաեւ տարածքային զինկոմիսարիատները, որոնք իմ կառավարման ներքո չեն։ Պարոն Ասիրյան, իսկ ադրբեջանական ծանոթում է ստանում, ո՞նց է այդ ընթացակարգը։ Հիմա այդ մարդիկ մնացել են Հայաստանում, թե նորից Ովքեր։ որ ստացել են։ Ես հարցին պատասխանեցի, արդեն ես տեղյակ չեմ։ Մարդիկ ծանոթվել են, չեն ծանոթվել։ Եթե գան մասնակցեն վարժական հավաքների, բարով գան, իրենց 25 օրը կծառայեն Հայաստանի Հանրապետությանը եւ կգնան։ Պարոն Ասիրյան, իսկ Ադրբեջան Գողն ամենաբարձրն է, գոռում բռնեք գողին։ Ընդդիմության ներկայացուցիչները բողոքում են ընտրական խախտումներից։ Բողոքում են մարդիկ, ովքեր որ համատարած երկրով մեկ բաժանել են ընտրակաշարք։ Եվ միակ բանը, որից լեգիտիմորեն կարող են բողոքել, դա այն է, որ ահռելի քանակի մարդ գումարը վերցնելով իրենց ձայն չի տվել։ Սիրելի հայրենակիցներ, եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս կարևորագույն հաղթանակի կապակցությամբ, իսկ մեր ընտրակաշարք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտապույտ քաղաքական մահ։ Ժողովուրդ ջան, ուրեմն ընտրությունների ավարտից րոպեներ անց մենք ինչ տեսանք։ Տեսանք, որ ուրեմն իրենց ռուսների կողմից օգտագործվող լրատվականներում սկսեցին հրապարակել տեղեկություններ այն մասին, թե բան են անում, ուրեմն այդ քվեաթերթիկները բացում են, մեջից ով որ ՔՊ չի, սկսում են sense պատրել մկրատող ու ինչ որ հիմարություններ են խոսում ընթացքում, սա տիպիկ է նա ինչ որ մենք կանխատեսում էինք որ լինելու է, որտեղ ռուսները արել են լրիվ նույն տեխնոլոգիան մի քանի այլ երկրներում։ Ուրեմն Մոլդովայում, Ռումինիայում, երբ որ իրանք տեսնում են, որ իրանք պարտվում են իրանց ոնց որ ասած տեղեկություններով, իրանց ներքին ինֆոներով, որ իրանք հասկանում են, որ իրանք պարտվում են, իրանք հենց գիշերվանից սկսում են ուրեմն մեղադրել, թե ընտրությունները կեղծված էին, թե ես չգիտեմ, մասսայական լցոնումներ են տեղի ունենում, ձայները չեն հաշվում եւ այլն եւ այլն։ Եվ ճիշտ նույն բանը հիմա տեղի ունենում ստեղ, տարբեր լրատվականներով սկսել են այս տեղեկությունը տարածել, զգոն եղեք, մի հավատացեք, կեղծ ակնհայտ լցոնված ուրեմն տեղեկություններին։ Անդրանիկ Օզանյանն ասում էր, երբ գիշերը քնելուց առաջ գլուխը դնես բարձին մտածիր այդ օրը ինչ ես արել, ազգիդ կամ երկրիդ համար։ Դու որ հունիսի 7-ին գլուխը դնես բարձին, ինչ ես մտածելու, ինչ ես ընտրել քո երկրի համար։ Ընտրել ես քո երկիրը, հզորանալը, թե ընտրել ես ինչ-որ մեկի բիզնեսը Ռուսաստանում փրկելը։ Ընտրելու ես քո երկրի զինվելը, թե ընտրելու ես քո կոմֆորտ կյանքը Ռուսաստանում։
Գուցե Հայաստանում, գուցե գումար ես վերցրել, որ ինչ-որ կենցաղային հարցեր լուծես։ Սիրելի հայ, սա ընտրություն չէ անձերի, սա ընտրություն է Հայաստանի հզորացման կամ Հայաստանի գաղութացման։ Ապշել կարելի է, ինչպես կարող ենք մենք ընտրել մեկին երաշխավոր, որը թուրքի փալասն է։ Ինչպես մենք կարող ենք ընտրել ռուսին, երբ որ ռուսը քեզ քաշել է։ Ասում են իմաստունը խրատ է առնում ուրիշի սխալներից, հիմարը իրա։ Դուրս է գալիս մենք հիմարից ավելի ցածր ենք։ Այրոպորտում մեկին, ով եկել է հունիսի 7-ին ընտրություն անելու գնալու, հարցնում են, բա ձեզնից հետո ինչ ա եղնելու, ինչի համար եք ընտրում։ Ասում է դե ես կընտրեմ ինձանից հետո ինչ ուզում ա լինի։ Երբանից հայը դարձավ այսպես տամոքսով մտածող իր անձի շահի համար, այն վախի, որ կարող է իր դեպորտ անեն։ Դու այսօր ընտրում ես քո մի քիչ բարեկեցիկ կյանքի ու Հայաստանի ապագայի մասին։ Սա հայ ազգի ամենաճակատագրական պահերից մեկն է։ Երբ դու ընտրելու ես Հայաստանի զարգացման թե գաղութացման միջև։ Հայաստանը այս տարիներին անգամ ԵԱՏՄ-ում ասում է, որ ամենազարգացող, ամենաաճող տնտեսության պետությունն է, ինչի, որովհետև մենք դուրս ենք եկել ռուսական փնտրած կոռուպցիոներ մտածելակերպից, կոռումպացված տնտեսությունից։ Ուզում ենք էլի գնանք այն թվականները, երբ որ ռուսը հային ասում էր. «Կերխմի քեֆարա Նազար ջան, ես քու երաշխավորն եմ, վեճդ չդնես», ու 20 տարի է ձև մեր նախագահները կերան խմին, Նազարի պես ու ջեբները լցրեցին, ու ինչ դարավ, տանկերում բենզինի փոխարեն հայտնվեց ջուր ու հասան 20 թվականի օրվան։ Ու մի բան եմ ասում, որ ամեն անգամ հայրենիքի կենացը խմելիս խարանի պես քո հիշողության մեջ դաջվելու է։ Երբ որ կխմես հայրենիքի կենացը, հունիսի 7-ին հիշի դու ինչ ես ընտրել, ընտրել ես հայրենիքիդ համար, թե քո անձի, թե քո շահի, թե քո բիզնեսի համար։ Այդ ժամանակ բարոյականություն կունենաս խմելու կամ չխմելու, եթե ընտրել ես անձը կամ հայրենիքը դու կորոշես այդ պահին։ Ու վերջում ուզում եմ ասել ամենակարևորը. եթե հաղթեց ռուսը, բացի այն, որ ինչպես տարիներ շարունակ քեզ չի թողել զինվել ու քեզ էլ չի զինելու, բացի այն, որ տնտեսությունդ աճ չի ունենալու, սա եղնելու է քո վերջին ընտրությունը։ Ոնց որ տասնամյակներ շարունակ Հայաստանում ընտրել են ղեկավարներ իրանց ձեռի տակ հաճո, այնպես է լինելու է սրանից հետո։ Էլ դժվար հայը նորից ոտի կանգի հեղափոխություն անի, էլ այս դեմոկրատիան չի լինելու։ Այո, դու էլ կարիք չես ունենա թռնես գաս Հայաստան կամ Հայաստանի ապրողը էլ չի գնա ընտրության։ Իմաստ չունի, հա, կգնաս ընտրության, բայց քո տեղը կնկարեն ոնց որ նկարել են տասնամյակներ շարունակ։ Տարածիչ թողացնի ամեն հայի։ Սիրելի հայ մարդ, ես հույս ունեմ, որ կհաղթի խելամտությունը եւ առողջ դատողությունը։ Չես նայի, թե ում ես ինչ խոստացել կամ ինչքան գումար ես վերցրել։ Ընտրախցիկում լինելու ես դու ու Աստված։ Եվ դու կարող ես ընտրել հանուն Հայաստանի թեկուզ դանդաղ, բայց հզորացման ու առաջընթացի։